Փաշինյանը միկրոֆոնը ձեռը հրապարակային ընտրակաշառք առաջարկում, ասում է ինձ ձեն տվեք, բոլոր ով ում ձեռից պրավեկը խլել են, ես այդ մարդկանց պրավեկը վերականգնելու եմ։ Ինձ ձեն տվեք, ստեղ ճանապարհ կսարքեմ, ինձ ձեն տվեք, ոչ այլ ինչ էր, թոշակների բարձրացումը հասկացան դրա այդ կարանք ասենք հանկարծակի է, ասում ենք խոսում ենք իրա բերանով, այսինքն ինչ որ չկա, բայց ինքը խոստանում է։ Հա, դա ընտրակաշառք չի։ Այսինքն դա օքեյ են, բայց ասենք ինչ որ մեկը, որ մյուսին աշխատանքի է ընդունում, որ օրինականորեն նրան վարձատրի կատարված, ոչ թե քվեարկելու համար, կատարվելիք աշխատանքի համար, այստեղ իրենք պրոբլեմ են տեսնում։ Այո, սյուր է, այլ չեմ ասում, մենք ունենք նաև ձայնագրություն, եթե չեմ սխալվում, տնային կալանքեր տրվել մարզային էլի մեր աշխատողները խոսում էին փեսան, բանը որն է դառնում կնոջ հերը ինչա դառնում փեսան աներոջ հետ խոսում է, ասում են դե ճանապարհին կնստենք, երկու քյաբաբ կուտենք, կոլա կխմենք, նստել հաշվել եմ որ դա 5000 դրամից ավել է, ասենք աները ու փեսան էլի նու կակ քյաբաբը 1500 դրամ, կոլան 200 դրամ։ Չգիտեմ, այդ նույնպես ընտրակաշառք է դիտարկվել ու տնային կալանք, եթե չեմ սխալվում, տնային կալանք absurdi ժանրի ձայնագրություններ սուբյեկտիվ նայենք կամ սենց դեռնի սենց եթե մենք թեմայից հեռանանք դա մեզ չի վերաբերվում, հա մենք չենք, մենք իրանց տեղն ենք, այդ մարդկանց կարելի է հասկանալ, իրանց պետքա իրանց պոտենցիալ հաղթողին, իրենց ընդդիմադիրին մեկ բան անել, նեյտրալիզացնել։ Հիմա դրա տակ ցանկացած պատերվակ, օքեյ, այսինքն եթե կնիկը մարդուն զանգի ասի ճամփին մտի մի հատ, չգիտեմ, գերդլադուշը, շամպուն ու բալզամ մազերի համար առ, դա 5000 դրամը լուրջ գերազանցող բան է, դա էլ կարելի է ընտրակաշառք կամ արի հետո առ բերտուն գնանք ընտրությունների միասին։ Սա կարելի է դիտարկել ընտրակաշառք հաշվի առնելով, որ ամուսինը կապ ունի ուժեղ Հայաստանի ավելին ասել, ամուսնուս այսօր տանը հազիվ մի օր ա եղել առավոտյան տանը հավաքում եմ, թափում եմ, չգիտեմ ինչ եմ անում, ես թուղթ եմ տեսնում, հիմա չգիտեմ սա ասեմ հետևից կգան թե չէ, անուն ազգանուն կողքը գումար, անուն ազգան կողքը գումար, սանգում եմ ամուսնուս, ասում եմ, ինչ թղթեր են դրած ստեղ, այ մարդուն վաղը այսօր մտնա, ինքը բժիշկ է, ինքը ունի ոնց որ իր անուն հիվանդների անուններն են, վիրահատությունների գումարներն է, այսինքն ամեն ամիս իր ստացած աշխատավարձի բաներն է, էլի որ ինչից է գոյանում իր աշխատավարձը։ Ասում եմ հիմա հենց հիմա սրանք ոչնչացնելու եմ, թե չէ մտնելու են մերտու տեսնեն։ Ասեմ ավելի։ Ասում ուզում ես մեր պատիեզդի պատին կպցնեմ, դա ասում եմ։ Ասեմ ավելի, իմոտ ավելի սարսափելի վախեր կա, խաղ եմ խաղում, շատ արդեն երևի մի 15 տարի է նույն խաղը խաղում եմ ու որ էկրանը հա չփոխեմ, ես ինչ որ դες դուրս գրում եմ, ենթադրենք չեմ, ելակ 200 պամիդոր 300 Արմենե ջան, զգույշ եղեք։ Այդ ամեն ինչ էս իմ խաղի տետրն է, ու ես մտածում որ մեկը այդ տետրը բացի կմտածի սա ինչ որ շիֆր է։ Ելակը չգիտեմ արեգանն է, պամիդորը ֆիդանյանն է, ոչ մասի ախպոր պես։